Պարոն Սիմոնյան, Մարտոն Գրիգորյանը հայտարարում է, որ ձեր սիրտը արյուն է ուզում, դուք վենդետաներ եք ուզում իրականացնել եւ փառաքար երկու սցենար եւ օպերացիան եք իրականացնում Գյումրիում, չնայած նիստերի դահլիճում ասացիք երևի հումոր է արել, բայց վստահեցնում եմ Մարտոն Գրիգորյանը բացարձակ հումորային տրամադրություն չուներ։ Ինչ կասեք ընդհանրապես Գյումրիում իշխանության զավթման ձեր փորձերի մասին։ Նախ ցավում եմ Մարտոն Գրիգորյանի համար։ Ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ, որպես մարդ, որպես տղամարդ, որպես գյումրեցի ինքը մեծ ցավ ունի, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել, ասում էր մեր մեջ արուն կա, սենց բան են ասում, դրա տեսանյութը կա, եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը քաղաքական միտումներից դրդված, ես նաեւ ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ այդ ինֆորմացիան, բայց ես ունեմ նման ինֆորմացիա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար եւ այլ, ես ցավում եմ իր համար եւ կարծում եմ իրան պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավա, որովհետեւ իր վերքերը շատ երկար է ցավալու, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, Երևանում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չի, որովիցե Ալենը չի, որովիցե մեկը չի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կատարում է դիմերում, համապետական ընտրություններում եւ դա արտահայտված է։ Բայց եք հաշտվում, հենց վարչապետ ազգային ժողովում ասում է դուրս շպրտենք հանրային քաղաքական կյանքից, անցնում եք գործ։ Ուզում եմ ասեմ ձեր այսքան տարվա լրագրողի քաղաքական մտքի գիգանտը եւ քաղաքական ամենամեծ բանը այդ Վարդան Ղուկասյանն էր։ Բայց ժողովուրդը ընտրել է հիմա նրան, հիմա վատն է, լավն է, հրեշտակ է, ինչա իրեն են ընտրել է 682,000 մարդ, 100,000, 682,000 մարդ։ Հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք ուզեմ, պետք է ինձ ոստիկանները չգան տանեն, ասեմ ինձ 682,000 մարդ է ընտրել։ Այսինքն եթե կամ ասենք ուզում հասկանամ, այդ Վարդանը Ղուկասյանը տենց հուրի փերի էր, մի բան ա, ունչա, չգիտեմ, ես չգիտեմ, մի րոպե, կգամ, ստեղ չեմ, ստեղ եմ, չեմ գնում, այդ մտքի վրա էլ կգամ հենց։ Ուզում ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը բան չէր արել, իրանց տենց հայաթում ասեցին դու Վարդանիկն ես։ Դա հաջորդեց հենց վարչապետի ուղղորդման։ Հենց վարչապետը ասեց դուրս շպրտենք, թյուրիմացություն է Վարդան Ղուկասյանը հանգարց։ Լսեք, նախ չեմ բարձրանում, երկրորդը լսեք, մենք այդ հայտարարությունը ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Ես այդտեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Այսինքն, եթե մենք դա չասեինք Վարդան Ղուկասյանի մասին, ոչ մեկ չէր իմանա։ Այդ մարդը հələ մի հատ գնաց է Գյումրի այն ամենասիրուն փողոցով մի հատ քայլ եկեն, որ մի հատ կիսակառույց երկու հարգի վրա մի հատ երկու հարգել բարձրացել է անօրինական շինը։ Ուզում հասկանամ, եկել եք ում եք պաշտպանում։ Դուք հասկանում եք, որ դուք որպես լրագրող ձեզ նաև լավ էլի խնդրում եմ էլի ժողովրդի ձայնը կպաշտպանեք այն երկրում, որտեղ ընտրություն չկա։ Ժողովրդի ձայնը պաշտպանել պետք չի։ Գյումրի քաղաքում ամենաշատ կվերադառնամ ստեղ։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Իրանք 3-4 կուսակցությունով միացել են, նաև վերադառնալով Մարտոն Գրիգորյանին, վերադառնալով մեր մեջ արուն արտահայտությանը, վերադառնալով իրար սպանելուն, իրարից ձեն գողանալու, իրար ծեծելու մասով sense միացել են, բան են, ընտրել են քաղաքապետ, հիմա թող իրանց մեջից նորից քաղաքապետ ընտրեն։ Դա ընտրված չի համարում, ձեր Տիգրան Ավինյանն է ուրեմն ընտրել։ Ես ասացի ընտրված չի համարում։ Ինչ ես ինձ բարեր վերադու։ Ժողովրդի ձայնը ընտրել են, հիմա ինչ տարբերակ։ Սենց ձև կա, հարց է տալիս լրագրողը եւ հարցի մեջ դնում է մի պնդում, որ եթե դու այդ պնդմանը չես արձագանքում, շարունակում ես, ասում ես չէ, օրինակ Տիգրան Ավինյանը տենց չի եւ այլը, հաստատի իրականության մեջ մնում է այն բանը, որ դու բան ես անցկացնում, հավասարության նշան ես անցկացնում, տենց դեպքերում պետք է միշտ դա կանխել։ Հիմա կանխում են, ոչ, տենց չի։ Մեր պարլամենտական մի հատ։ Չէ, սպասեք, Ռուզանա։ Չէ, բայց իմանացեք թե ինքը տվել։ Պարլամենտից դուրս չէին Պարոն Սիմոնյան, տեսեք, դուք ասում եք Վարդան Ղուկասյանը ավելի ճիշտ իշխանության ներկայացուցիչները, որ կոռումպացված է, թալանել է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս ակտիվ գործողությունները սկսվեցին
նրա քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց։ Չէ, ով ասաց, այնց արժի քրեական գործ չկա։ Կար, բայց չէին գնում դիմակավորված, չէին մտնում քաղաքապետ Ես հասկանում ձև դա ձեզ հետաքրքիր։ Ձևն է ձեզ հետաքրքիր, շոուն։ Առավես ձևից առաջ Տեսեք, դե ալավելի նորեք, ասենք շատ པարզ է ամեն ինչ, էլի, որ ասենք ինչ որ մեկ ուրիշի հետ կապված այդ հարցը տներ։ Միգուցե ես էլ տենց ինչ որ հարցից պատասխանելուց մի քիչ, չգիտեի, երբ մտեի պատասխանելուց, ասենք ակնհայտ բան ես եկել հարցնում, ասում ես բաժակը ընկել է, ջարդվել է, բայց 7 տարի հետ ընկած բաժակի հետքերով չեք գնացել կամ պատշաճ չեք գնացել։ Ում կալանավորում է, ասում է քաղաքական այդ 37 թիվն է, ում բռնում ենք, ասում են, բայց չի եք տենց կողմնորոշվեք։ Պարոն Սիմոնյան, պարզապես Հիմա մի րոպե, համայնքապետերը, հետո դուք այսպիսի գործընթացներ եք։ Հարգելիս, որովհետև որովհետև այդ մարդիկ մտածում են, որ իրենք հանցագործություն անելուց հետո եւ անելու համար եւ անելու ժամանակ իրանք կարող են պատասխանվել քաղաքական որևիցե պաշտոնի ետևում։ Սա ես ուզում եմ հասկանամ, ես ինչ որ նոր բան եմ հնարում։ Այսինքն դուք չգիտեք, հա, որ քաղաքական որոշ մարդիկ, օլիգարխներ, ինչ որ մարդիկ, որոնք որ տարբեր քրեական գործերով են անցնում, իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի հետագայում իրանց նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում։ Մի հատ դրանք հիմա ինտենսիվությունից է բողոքում։ Չէ, պարզապես հիշում եք այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ արդեն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ եղել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ախտենց, ուզում ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն մենք գրեթե այլախոհ չունենք, որովհետև բոլոր ձեր նշված մարդկանց անունները հիմա անունները չտամ, բայց ասեմ, այդ բոլոր մարդկանցից այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոհ չեն եղել։ Ուրեմն ասում եմ, կրկնում եմ։ Այստեղ անուններ են պարոն Սիմոնյան, հակառակ դեպքում օթում է լինում։ Արամ sense մի հատ օրինակ բան դրվակ պատմեմ, որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ, իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր, ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ, էլի ինչ կլինի։ Ժողովուրդ թարգեք, վերանս մի բացեք, թե չէ բոլորի դիմակները այսինքն կբացեմ, այսինքն հերթով կասեմ, դրա կարիքը չկա, դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում, երբ որ այդ մարդը ծպտուն կհանի, ես կգամ եւ կասեմ հարգելիս այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի իր այսինչ մարդու հետ տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք էլ ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնացու է։ Ժողովուրդ, Յասամար ռեստորան։ Ժողովուրդ, եկեք բերանս մի բացեք, ուրեմն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, հենց հեղափոխությունը եղավ, մենք մի հետաքրքիր բանի ենք ականատես եղել, որ ինչ որ մարդիկ մտածում էին, որ իրանք պետքա գան, լինեն Նիկոլ Փաշինյանի անձնական օլիգարխները, անձնական կրիմինալները տարածքում։ Այդտենց փորձեր 2018 թվականի առաջի օրվանից եղել, ասեմ ավելին։ Դուք ես հեղափոխությունից հետո թեխի ես խոսակցությունը բացվեց չգիտեմ հեղափոխությունից հետո 18 թվականի որոշ չպատմեմ այդտենց ուրեմն 18 թվականին ես ինչ որ մի բան նախագահականում էի երբ որ վարչապետը ընդդեմ ամենասկզբի մասին էր խոսքը դուք պետքա տեսնեք ինչքան նախկին պաշտոնյաներ նախարարներ եւ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եկել էին եւ իրենց ծառայություններն էին առաջարկում եւ վստահեցնում եմ ձեզ հիմա էլ Քոլայի մեջ էին նորմալ էր պարոն Սիմոնյան այն ժամանակ դաշնակցությունն էլ էր պաշտոններ չէ տեսեք ուրեմն դրա այդ շարքը այդ շարասյունը այդ մարդկանց եղել է կա ու լինելու է այդ մարդկանց տեսակն է խոսքը մեր լավը վատը լինելու մասին չի նրա մասին չի որ իրանք մենք լավն ենք մենք ուժեղ ենք դրա մասին չի խոսակցությունը դա այդ մարդկանց տեսակն է նենց որ եթե չեն ուզում իմ տեսած իմ լսած անունները ես բարձրաձայնեմ թող հանգիստ նստեն տեղները որտեվ ես դա կանեմ Պարոն Սիմոնյան լավ մի հարցամ հետո դուշան Давайте Պարոն Սիմոնյան միշտ դուք
դրսում էի մինչ Մեջլիսի ղեկավարի հետ էի հանդիպում ազգային ժողովում փոքր նախագահ Ռուբեն Ռուբինյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ այսօր էլ մամուլը գրել է որ աչքը ձեր տեղի վրա է դուք այս առումով ինչ եք կարծում կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբինյանի Ուրեմն Ռուբինյանն էլ Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղել է խոսակցությունը ինչու որովհետեւ թող ես միայն ուրախ կլինեմ բայց նման բաներին խոսակցությունին լուրջ չեմ վերաբերում ես նախ ժամանակ ավելի շատ ձայները հավաքել ավելի առաջ է դուք շատ լավ արա ես ինքս իր համար եւ բոլորի համար ովքեր որ գրեթե բոլորի համար ովքեր որ անցել են քվեարկել բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ մենք արդեն բավականին մեծ ենք ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի Ռուբեն Փաշինյանն ավելի մեծ է կամ ձեր ես միայն ուրախ կլինեմ ես Ռուբեն Ռուբինյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են, մեզանից պաշտոն են, մարդիկ եկել են, պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կլինեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Սամվել Կարապետյանին, որին ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործ էր անվանում, ոնց եղավ, որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար, Միքայել Սրբազանը, որը Հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ, որևիցե մեկ Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում եմ հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում եմ ասեմ, ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե ուզում եմ հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերվում ում օրինակ, ում ասեք ով դեմ քրեական գործեր կա Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան, Սեյրան Օհանյանի, հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք, Սեյրան Օհանյանին հարցրեք, ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում, ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ, դա քաղաքական հետապնդում է, կա այդ տունը թե չկա Կա այդ տունը թե չկա ֆիզիկապես էլ նոմա ձերտալ թե չէ մնացածին հարցրեք ուզում եմ հասկանալ իշխանության քաղաքական իշխանության անկարողությունը թե իրավական բոլոր համակարգի ախր չի կարելի լսի անգործություն արձանագրում հետեւյալը որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը որ քաղաքական իշխանությունը լսի ասեմ պատասխանը դուք ուզում եք մեզ վերագրել մի բան որ քաղաքական իշխանությունը չգիտեմ Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ ասում է դե բան արեք անչա այս ինչին նետեք բատը այս ինչին նետեք բանտը այո ժամանակին տենց է եղել հիմա մեզ մեղադրում են ասում են այս մարդը խի բանտում չի այն մարդը խի բանտում չի այդ մարդը խի բանտում չի այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ բանտերով, նենց չի որ չեք անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք այդ որ ասում եք ու բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալը, հարգելիներս, դրա համար դա ինձ չի որ ես կամ դուք պետք է որոշեն միջազգային համապատասխան
Ոչ, սահմանում չէ։ Սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է։ Միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որևիցե Հիմա լավ եք այդ միջազգային կառույցների հետ պարոն Սիմոնյան, այդ մասը։ Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ։ Երկակի ստանդարտներով են առաջ։ Մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ։ Թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, բանը նաև ֆինանսական հարաբերությունների Իրենց հայտարարությունների փաստերը ունեն։ Լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես, դու իրավաբան չես։ Մի վերցրա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդամենը վերանագիրն եմ ուզում։ Կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք, իշխանության զավթման փորձի համար։ Հարգելիս, այնտեղ հարգելիս։ Կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրում Հետո կան։ լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։ Պարոն Սիմոնյան, քանի որ ընդդիմադիր գործիչների թեման արտացած, թույլ հարցնել, ձեր նախորդի վճած ելույթներից մեկում անդրադառնալով աղմկա 10004 շրջաբերականին, հայ-աղբական դաշնակցության, ասացիք, որ այն պետական ստրուկտուրաներին փոխանցել է Արծվիկ Մինասյանը, խնդրում եմ պարզաբանել։ Պարոն Մինասյանը փոխանցել է ոչ թե ուղիղ ձեռքով տալով, այլ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերով ուղղակի դա չհերքելով եւ ասելով, որ այո, այդ բանը գոյություն ունի, բայց խոսքը բնական է չի գնում այն բանի մասին, որ պարոն Մինասյանը աշխատում է մեր հատուկ կառույցների հետ, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եկեք պարոն Մինասյանին կարելի շատ տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այդ բանի մեջ եկեք չմեղադրենք իրան, խոսքը քաղաքական է եւ Տեղյակ եք ով է փոխանցել այն ամենայնիվ այդ ոչ, չէ, բաներ կա, չկա, գնամ։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է Կիրակյորը Հովանավանքում։ Մենք պատվաճում ենք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակյորը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը Չէ, չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, որի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասել։ հասկացա, ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակվում է պարոն Սիմոնյան, որպես սա Ծառված քահանային Փաշինյանը։ Այո, բայց ես նկատել եմ, այստեղ հետո տենց հետո հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասացի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Այո, կտրիչ Ներսիսյանը կասել, բայց այն չէ։ Այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչ գործն է եղել։ Ինչն է իշխանության գործը։ Կաթողիկ Իսկ ով ասաց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Գործն է գործից։ Երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն։ Իսկ ես եւ քրիստոնյա չեմ եղել։ Ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա Ուրեմն ավելի արևելքում։ բաղ զբաղվեիք, ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի Իսկ դու միջև լրագրող դառնալը ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմքը չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմքը չէիր պայքարում։ պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանին ա վերա- ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է։ Հաստատություն չուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ լինարել։ Դուք ասացին Քանի հավատալ։ որ պարոն Սիմոնյան համարում որ առաջիկայում կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենապես Իսկ ով է կարգալույց արել։ Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թողեք խոսեմ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսեմ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդի դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ
Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին падգամորի տեխնացուել է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհանու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, ասենք ոնց ես պատկերացնում, վերցնեմ հեռախոսը զանգեմ, ասեմ ինչ քրեական։ Չէ, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան է եղել։ Լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ դուք եք imանում, էլի, ոնց որ դուք եք imանում։ Փակ խումբը շատ լավ է, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Շնորհակալություն։ Եթե դա պետական ռեսուրս չէ։ Դուք ներքին էթիկա եք գործում, դու ձեր լրագրողական ներքին էթիկա եք զբաղվում։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգուն պետքա բերեր փոխմասպետը։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ-որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք չի ձեր կուսակցությունը։ Ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ ոնց ինչ հարց է նարեկ։ Սիմոնյան վերադառնում։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկվի, կքննարկեմ այդ հարցը։ Այսինքն տենց պետք է չլինի։ Հավաս պետք է լինի։ Տենց պետք է ինքը ասի, ես չանեմ։ Այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է։ Այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակությունն է։ Այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ են լինում ԿՊ-ում։ Դու ինձ լավ չես ճանաչում։ Նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Գյումրի քաղաքապետի կալանավորումը ըստ ինչ ուղերձ է պարունակում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Որ կոռումպացված մարդը թող քաղաքականությամբ չզբաղվի, թող պարլամենտ չփորձի գալ, որևիցե ձեւով քաղաքական մանդատը իրան չի փրկելու, ոչ մեկին այդ քաղաքական մանդատը չի։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները քաղաքական են։ Եթե դու գողցող ես, եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացիոնը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված չի փրկելու մեռանք ասելով։ Ոչ էլ էս դահլիճն է փրկելու։ Ինչքան ասենք այդ մարդկանց։ Չի լինելու։ Այդ ստից ձևական ամեն մի հանցագործին քաղաքական բանտարկյալ, քաղաքական հալածյալ Կա քաղբանտարկյալ այսօր։ Իհարկե ոչ։ Կան Ոչ, ով, օրինակ, անուն ասա։ Անուն ասա։ Քաղաք, լավ էլի խնդրում եմ։ Քաղաք, Միքայել, Խոսքի համար այդ ծեր մարդուն, պարոն Սիմոնյան, բարոյականություն կա, էլի։ Բարոյականություն կա, պարոն Սիմոնյան։ Մեծահասակ առողջական խնդիրներով մարդուն կալանք Լուրջ ես ասում։ Բա 11 կալանքի հետ համատեղություն չունեցող մարդուն, որ տարան մցրեցին բանտ եւ սպանեցին հաց բերողին։ Մարդել կար էս դահլիճում այդ հանձնաժողովի ղեկավարներ, չէ, որտեղ մենք տես բան չենք անում, բայց եթե չընդհատես իմ խոսքը կտեսնես ինչին է վերաբերում։ Գրիգորյանն էլ դատարանում սպանվեց։ Ում կողմից սպանվեց։ Դե ինֆակտ խփեց, հոգեբանական բաներն էլ կա։ Լավ էլի դուք լուրջ եք համարում։ Դուք համարում եք սա լուրջ լրագրություն։ Մեռավ դատարան։ Ես ասում չի մեռել, ինչ ես վրթովում, հարգելիս։ Սենց որ մի քիչ շարունակես, կարող ես եմ մեռնեմ այնքան խոսաս։ Մի քիչ ավելի արեստավարժ եղեք, ավելի բիսեդկայի, չգիտեմ, խոհանոցի Մարդը մեռել է դատարան։ Լսեցի, այո, մարդը մեռել է, ես այդ մարդուն ճանաչում էի անձամբ շատ երկար տարիներ։ Դու իրան ճանաչում ես, չկա մեր իշխանության ժամանակ, օրինակ բեր։ Ում բերում են, լսի, գիտես, տես մի հատ արտահայտություն կա, ասում բանտում մեղավոր մարդ չկա։ Հələ գնա բանտ, մտի, յուրաքանչյուր խոց։ Տարբեր հանցագործությունների մեջ տես մեղավոր։ Բա ոնց կարա այն մարդը ում անունը դու տալիս ես զբաղվի քաղաքականությամբ, ուզում եմ հասկանալ։
Արդեն այն բանը, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, չէ, ոչ թե անմեղ չի, արդեն խոսում է հենց դրա մասին, որ ինքը մտել է այդ քո ասած ուղու մեջ, եւ երբ որ ինքը հայտարարություն է անում, պետք է պատասխան տա։ Հիմա որ Էջմիածին զբաղաշապատի ընտրություններից առաջ խոյ փոխարացված համայնքում մեծ բարեգործական միջոցառում իրականացվում։ Ով է իրականացնում։ Տեղյակ չեմ, անկեղծ տեղյակ չեմ, թող իրավապահ մարմինները, թող կհն արձագանքի, ես գնահատական չունեմ, ես պետք է իմանամ Քարոզ Արշավը սկսել է, թե չի սկսել, ինքը դա ներկայացրել է, թե չի ներկայացրել, օրենքը պետք է բացեմ նայեմ, ես ձեզ դուք ազատ եք, ձեզ ինչ կա, դուք գալիս ասում եք, այ ասեք, խնդրում եմ, սա սենց է, ու դե գնա դու ապացուցի, որ դա տենց չի։ Քաղաքական գնահատական ասում եմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանության մեջ բացառվում է, որ որևիցե հրահանգ լինի, ինչ որ ձևով ընտրակաշառք բաժանելու։ Մենք նախ փող չունենք ընտրակաշառք բաժանելու համար։ Դա մեկ, սխալ տեղ եք եկել։ Երկրորդը, ասում եմ, մենք մեր մեջ շատ սխալներ են լինում, շատ ընտրությունների ժամանակ եղել են ինչ որ բաներ, որ մենք սխալ ենք արել, բայց կոնկրետ հարց եք տալիս, կոնկրետ հարցի հետ կապված դիմեք կոնկրետ մարմիններին, ինչ եք հարց տալիս։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։